Հայացք դրսից նախագծի այս թողարկման հովանավորն է Լազարյանների հիմնադրամը։ Ողջույն սիրելի եւ հարգելի հետևորդներ ու ընկերներ։ Սա հայացք դրսից նախագիծն է, ես Մարինա Մարտիրոսյանն եմ։ Ուրախ եմ, որ կրկին հանդիպեցինք, հուսամ դա փոխադարձ է։ Այսօր ես իմ թիմի հետ միասին ձեզ համար կրկին պատրաստել ենք անչափ գեղեցիկ տեսանյութ ռեպորտաժ, որը վստահ եմ դուր կգա երաժշտության, հատկապես ջազի սիրահարներին։ Հունիսի 9-ից մեկնարկել է Moscow Jazz Fest-ը, որին Հայաստանից այս տարի մասնակցում է Արցախ ջազ նվագախումբը։ Այս պահին մենք գտնվում ենք Մոսկվայի հենց կենտրոնում, հայտնի Զարյադե այգում։ Այսօր ճիշտ է եղանակը փոքր-ինչ ցուրտ է, բայց մթնոլորտն անչափ ջերմ է։ Մենք ականատես կլինենք Moscow Jazz Fest-ի եզրափակիչ համերգին, որին մասնակցում են Ռուսաստանի եւ արտերկրից ժամանած լավագույն ջազ երաժիշտներ, վոկալիստներ եւ նվագախմբեր։ Կզրուցենք իհարկե Տիգրան Լալայանի հետ, կփորձենք իմանալ տրամադրությունը երաժիշտների եւ իհարկե կհարցնենք հանդիսատեսի կարծիք։ Արցախ ջազ նվագախումբը հիմնադրվել է 2003 թվականին Ստեփանակերտում։ Մասնագիտությամբ երաժիշտ, դաշնակահար, խմբավար, ջազի հայկական ասոցիացիայի անդամ Տիգրան Լալայանի կողմից։ 2005 թվականին նվագախմբին շնորհվել է պետական կարգավիճակ։ Մինչև 2022 թվական Արցախի միակ ջազ նվագախումբը պատվով ու բարձր մակարդակով մասնակցել է Հայաստանում եւ արտերկրում տեղի ունեցած տասնյակ ջազ հեղինակավոր փառատոների։ Նվագախմբի լավագույն համախոհն ու աջակիցն է Դիալոգ հասարակական կազմակերպությունը Յուրի Նավոյանի գլխավորությամբ, ով հնարավոր եւ անհնար ամեն ինչ անում է, որպեսզի Արցախ ջազ նվագախումբը պատվով եւ ըստ արժանվույն մասնակցի եւ մշտապես ներկայացված լինի ջազային փառատոնային տարբեր հարթակներում։ 2025 թվականի մարտին Դիալոգ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը եւ Արցախ ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, ուղղված մշակութային փոխանակման զարգացմանը, արցախյան ստեղծագործական ժառանգության աջակցմանը։ Իսկ Moscow Jazz Fest-ի հանդիսավոր փակումն Արցախ ջազ նվագախմբին է վստահված։ Այսօր կփոխանցենք ձեզ այս գեղեցիկ համերգի ողջ տրամադրությունն ու մթնոլորտը։ Ваши аплодисменты еще громче. Стараемся каждый год быть на этой площадке, именно на этой площадке. Хороший звук, профессиональные музыканты, и мы очень любим джаз. Все хорошо, все замечательно. Какой джазовый оркестр вам более всего нравится? Ну, конечно же, завсегдаты Московского джазового фестиваля это Арсенал, и это любимый джазовый коллектив. И, конечно же, очень нравится слушать молодые, неизвестные коллективы, потому что они всегда стараются выделиться, и у них всегда интересный репертуар, и они, скажем так, не избалованы вниманием публики, поэтому для них это как что-то особенное, а мы это чувствуем, когда любим джаз, мы слышим, как они играют. Для меня, как и для супруга, Московский джазовый фестиваль уже стал традицией начала лета. То есть, как только состоялся джазовый фестиваль, лето началось. И именно здесь, вот в июне, на любой из площадок, будь то Эрмитаж, будь то Зарядье, будь то парк Музеон, всегда чувствуется вот этот вайб начала лета. И когда еще все лето впереди, вот это вот настроение джаза витает в воздухе, и вот именно в таком настроении потом и проходит лето. То есть теперь лето не начинается без джаза.
Поделитесь впечатлениями. Отлично, великолепно. Хорошо, что есть такие джазовые фестивали, проводятся ежегодно. Вот. Есть где напитаться эмоциями, положить. Փորձենք մոտենալ։ Здравствуйте, извиняюсь. Здравствуйте. Как ваше настроение? Уже видно. Да, все прекрасно. Что для вас джаз? Для меня джаз — это жизнь. Это все вокруг бывает, цветет, все вокруг поет, гармонирует и играет. Спасибо. Хорошего вечера И вам. вам. Red road is true, I see them blue for me and you, and I think to myself, what a wonderful world. Кто у нас бывал хоть раз в Армении? Поаплодируйте, друзья, похлопайте. В этой потрясающей, дружественной, солнечной стране. Сейчас оркестр Арцах. Под управлением маэстро Тиграна Լալայանը։ Պարոն Լալայան, բարի երեկո, բարի գալուս Մոսկվա։ Որքանով է կարևոր մասնակցել այս միջոցառմանը Moscow Jazz Fest-ին եւ ում կողմից եւ ինչպես ստացաք հրավերը։ Հարցը շատ կարճ է, բայց պատասխանը քիչ պիտի ավելի ցավալուն լինի, որտեղ իրականում այս արդեն Международный ջազ ֆեստիվալ, 4-րդ ջազ ֆեստիվալ в Москве, Իգոր Բուտմանի ֆոնդն է կազմակերպում։ Բնականաբար ինչի համար մենք այս պահին գտնվում ենք այստեղ, մի քանի հանգամանքներից հասկացված։ Նախ եւ առաջ կուզեմ հիշեցնել համ ինձ, համ ձեզ էլ ասեմ, որ 2017 թվականին մենք եւս մասնակցել ենք Sochi Jazz Fest 2017, էլի Իգոր Բուտմանի հրավերով, ինչը մեզ համար շատ մեծ պատիվ էր։ Մենք հիշում եմ ինչ ոգևորվածությամբ ենք նախապատրաստում եւ այլը, բայց ինչն է մեզ բրդել այդ բարձր մակարդակով կազմակերպված պրոֆեսիոնալ միջոցառմանը մասնակցել, այդ փորձը մեզ էլ ավելի դրդեց, որ ավելի ռիսկի գնանք, ավելի մեծ բեմեր տեսնենք ու ի շնորհիվ այդ կազմակերպության, որ մենք դիմել ենք, մենք ստացել ենք հրավեր, այն ժամանակ Արցախում մեր մշակույթի նախարարությունը աջակցություն ներկայացրել մեզ ու մենք մասնակցենք Sochi Jazz Fest-ին, մենք ծանոթացել ենք Իգոր Բուտմանը, ինքը մեր բիգ բենդի հետ էլ ծանոթացավ եւ տարիներ շարունակ արդեն գիտեք մեր իմացած դեպքերից հետո Արցախի կորստից հետո ինչպես կարողացաք ձեր մեջ ուժ գտնել եւ նորից սկսել 44 օրյա պատերազմից հետո մշակույթային դաշտում առաջի խումբը մենք ենք, որ համերգ հավաքվեցինք, այն տղաները, որ նույնպես, այսպես ասենք, անցանք այդ ճանապարհը 44 օրյա, ու մենք այս պահին այն պահին ավելի շուտ որ ստրեսի մեջ թողեցինք այդ ամբողջը, ինչպես նաև 44 օրյայի այդ հենց պատերազմը որ ավարտվել է, ես տղաներին հավաքից ասեցի, ժողովուրդ, մենք մշակույթով պիտի մեր ազգը պահենք, մենք պիտի առաջ լինենք մեր ազգից, որ ազգը զգա, որ ինքը կա, գոյություն է պաշտպան, թեկուզ Շուշին գրաված է, թեկուզ շրջապատված ենք մենք ամբողջս, ու մենք հավաքվեցինք այդ նույն այդ դուխով շնչով, եկանք Երևանը համերգ տվեցինք մենահամերգ, մասնակցում էին ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան, Ցոլակովիչ եւ որոշ խմբեր, որ արձագանքեցին, որպեսզի իրենք էլ մասնակցեն այդ մշակույթային կարևոր արարողությանը եւ մենք հետո վերադարձանք նորից Ստեփանակերտ, այդ համերգը տվեցինք
այդ ամեն ինչից հետո նոր արդեն Երևանում նույն գաղափարով ես ինձ ստիպեցի այդ ստրեսից դուրս գալ ու այդ ճանապարհը որ մենք անցել ենք 20 տարի զորոյից ես ինքս նպատակ դրեցի որ մենք պետք է էլի մեր մշակույթը, մեր պայքարը, մեր ամբողջ այդ ամեն գաղափարը այն ինչ որ մեզ աստուծված է շարունակել։ Գաղափարը մեզ ծնեց փունք, ծնեց իդեա, ծնեց արդեն պատրաստի պրոֆեսիոնալ իդեալոգիա, որ մենք հիմա արդեն քայլում ենք հանգիստ շնչով առաջ։ Ու փառք Աստծո նման մարդիկ դուրս եկան, ինչպես որ մեր ճանապարհի նույն գաղափարակից մարդկանց պայքարող կերպարներ, որի как говорится, էդի պարոն Նավոյան։ Որքանով է կարևորում մշակույթին աջակցումը այս մեր օրերում։ Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը եւ այդ ուղղությամբ ունենք մի շարք ծրագրեր։ Այդ աշխատանքների շրջագծում այս տարվա մարտ ամսից մենք սկսել ենք համագործակցել Արցախ ջազ համույթի հետ եւ մեր համագործակցության շնորհիվ ապրիլ ամսից համույթը վերածնվել է եւ նրա գործունեությունը դրված է մնայուն հենքի վրա։ Մայիսի 2-ին համույթը նոր տեսքով ելույթ ունեցավ Երևանում մեր հաղթանակ հասարակական երկխոսության երեկոյում եւ ահա այսօր Մոսկվայում է արդեն եւ ես կարեւորում եմ համույթի վերածնումը, որովհետեւ դա ոչ միայն երևույթ է արցախայության կյանքում, այլ ընդհանրապես հայկական մշակութային եւ հասարակական կյանքում։ Իսկ Մոսկվայի միջազգային ջազ փառատոնին մասնակցությունը կարևոր բովանդակություն եւ երանգ է հաղորդում նաեւ հայ-ռուսական հումանիտար միջմշակութային երկխոսությանը եւ համագործակցությանը։ Եվ հայտնի է, որ Ադրբեջանի դեսպանությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի Արցախ անունով համույթ չմասնակցի այս փառատոնին, ինչպես նաև հանդես չգա Կազլովի անվան ջազ ակումբում։ Բայց մեր կազմակերպությունն էլ իր դիրքերը ունի Մոսկվայում եւ մեր քաղաքական հարաբերական աշխատանքների ընթացքում Ռուսաստանի պետական օղակների համար ավելի համոզիչ են եղել մեր փաստարկները եւ Ադրբեջանի դիվանագետների աշխատանքները ըստ էության չեզոքացվել են եւ ես կարեւորում եմ այդ աշխատանքների ինչ առումով, որովհետեւ ոչ միայն հնարավորություն տվեց, որ այս ծրագիրը մեր մասնակցությունը այս ծրագրին չընդհատվի, այլ նաեւ ստեղծել է լավ նախադեպ Ռուսաստանյան համանման հարթակներում, փառատոներում, չգիտեմ, կոնֆերանսներում, կլոր սեղաններում արցախյան գիտական, մշակութային, հասարակական կառույցների մասնակցության համար, հետագա մասնակցության համար։ Ամեն դեպքում մենք հայերս ավելի ուժեղ ենք եւ ի վերջո այս փառատոնին մեր Արցախ անվանվամբ գեղեցիկ նվագախումբը ելույթ է ունենում, ինչ առաջիկա նոր ծրագրեր կան մոտ ապագայի համար։ Մենք մայստրո Տիգրան Լալայանի հետ մինչև տարվա վերջ լավ ծրագիր ենք մշակել, կլինեն համույթի ելույթներ, նվագախմբի ելույթներ եւ հասարակական երեկոների շրջանակներում Հայաստանում, ինչպես նաեւ Մոսկվայում, ինչպես նաեւ իրենք առանձին ամերիկային ծրագրեր կպատրաստեն արդեն մաքուր ջազի տարբեր դրսևորումներով Լատին Ամերիկայից սկսած մինչև Արցախի ավանդույթները։ Եվ ինչու են կարևորում նաև համույթի վերածնումը, որովհետև որքան էլ շատերի համար զարմանալ լինի, Արցախում կար եղել է ջազային շատ լավ ավանդույթներ, այդ ավանդույթների հիմնադիրը, հեղինակը եւ վարողը եղել է Տիգրան Լալայանը եւ կարեւոր էր այդ ավանդույթները վերածնել Երևանում եւ ըստ էության տեսնում եք նոր տեսքով վերածնված համույթի երկրորդ ամիսն է գործունեության Երևանյան ելույթից հետո արդեն Մոսկվայի այս ճանաչված հարթակում է ելույթ ունենում։ Թող աշխարհում շատ ու շատ դռներ բացվեն նրանց համար։ Կբացվեն, որովհետեւ մեզ հրապուրել է իրենց տաղանդը, իրենց աշխատանքին եւ արվեստին իրենց նվիրումը եւ Արցախյան այդ կոլորիտով ներծծված արվեստը այսօր ծրագրում իդեպ 4 հայկական ստեղծագործություն կա, իրար հաջորդ կհնչի նաեւ Օրբելյանի հայտնի Արցախ կոմպոզիցիան։ Հրաշալի է, շնորհակալություն։ Одна из сильнейших джазовых школ биг-бенда всегда была в Армении, это понятно.
Для меня название оркестра «Арцах» – это вообще особое название. Я сразу отозвалась, мы уже очень давно списывались с Тиграном, мы хотели вместе выступать еще до войны. Мы еще выступим, я уверена. Бог даст, в Арцахе вместе. Я верю в это. И для меня это особое вообще имеет значение, потому что сейчас этот оркестр стал молодым. Собрали молодых ребят, это наша надежда. И наша задача только поддерживать, чесать крылышки, верить в лучшее и помогать вырасти в хороших таких базовых музыкантов. Потому что у нас талантливейшие ребята, у нас прекраснейший маэстро. И я со своей стороны, конечно, всегда буду, если нужна, рядом. Փառատոնի շրջանակներում երաժիշտների մոտ ինչ տրամադրություն է։ Գիտեք, մեծ ոգևորություն կա, քանի որ համ մեզ ունենք ջահել Պակալենյա, ասի սերունդ, համ միջին, համ մեծ, բոլորի փայլուն ասած աշկերից սկսած ու իրանք էլ գիտեն իմ էներգետիկան, որ թեկուզ փորձերի ժամանակ մենք այդ համերգի պես է կատարում։ Ուրախ, սիրուն, ծիծաղելով, խոսելով, բայց իհարկե այն խստությունը, որ իմ մեջ կա, ես ինքս շատ կարևորում եմ, իրենք գիտեն որտեղ մենք պետք է ծիծաղել, որտեղ աշխատենք, ինչքան պետք է աշխատենք եւ ինչ ճանապարհով ենք գնում, ու այդ ամբողջը հիմա մենք այդ արդյունքին հասնում ենք ու աշխատելով ավելի շատ պետք է առաջ գնանք։ Հրաշալի է, ես մաղթում եմ իհարկե նորանոր հաջողություններ, այսօր գեղեցիկ ելույթ, մենք էլ կվայելենք ձեր գեղեցիկ կատարումները։ Մեդիաընկերության հիմնադիր Վահե Ավանեսյանի ասպայինի զրուցակիցը, ողջույն։ Ողջույն, Մարինա։ Ինչպես է տրամադրությունը Moscow Jazz Fest-ում։ Ինչպես կարող է լինել մի մարդու տրամադրություն, ով արմատներով Արցախից է եւ լսում է իր հարազատ արցախյան ջազ համույթի նվագը այստեղ Մոսկվայի կենտրոնում։ Ասել որ սա հաղթանակ է, իհարկե ճիշտ չէ, երբ քանի դեռ Արցախը գերության մեջ է, մենք հաղթանակ բառը երևի իրավունք չունենք գործածել, բայց սա երևույթ է, սա մեծ իրադարձություն է, որի համար մենք պետք է ուրախ լինենք, որովհետև Արցախ անունը հնչում է այստեղ։ Դուք բոլորդ գիտեք, որ ադրբեջանական դիվանագիտական կորպուսը ամեն ինչ անում էր, որպեսզի Արցախ բառը չհնչի, ասում են թող ելույթ ունենան առանց Արցախ անվան։ Կներեք, բայց այդ խումբը կոչվում է Արցախ, այն ստեղծվել է Արցախում, այժմ վտարանդի կարգավիճակում է ցավոք սրտի, բայց մենք չենք հանձնվում, ասում են մեր արցախյան երաժիշտները եւ նվագում են միջազգային բարձր որակով երաժշտություն, ռուս հանդիսատեսը տեսնում եք ինչպես է գնահատում, ինչպես են իրար ընդունում, լսում որ հանգիստ չեն կարողանում, զգում ենք, որ նրանք ծափահարությունները, օվացիաները, սա իրոք մեծ իրադարձություն է և սրանով պետք է հպարտանալ։ Բայց այս փոքրիկ քայլերով, այո, մենք ասված, որ քիչ-քիչ մոտենանք իրական հաղթանակին ու մի օր հետ վերադարձնենք Արցախ։ Մենք պետք է մոտենանք իրական հաղթանակին, այդ իրական հաղթանակը մեր մտածելակերպում կենթանի պահելու համար պետք է փոքրիկ այսպիսի իրադարձություններ ու այս անունը պետք է մեր հոգու մեջ անընդհատ հնչի։ Արցախ անունը, Արցախ բառից հրաժարվել մենք իրավունք չունենք։ Ես գիտեմ, որ դուք ջազային շատ երեկոներ եք կազմակերպել, ինչ է ձեզ համար ջազ երաժշտությունը։ Ես առանց ջազ չեմ պատկերացնում կյանքը։ Երևի ոչ միայն ինձ համար է, այլ մեր հայ ժողովրդի արյան մեջ է։
մտած հայ ջազը։ Երևի այդքան պրոցենտ տոկոսային հարաբերությունով այդքան аз չկա, որ ստեղծագործում է այդ ձևի ջազ ու խելագարված է ջազի համար։ Ինչ կասեք Արցախ ջազ նվագախմբի մասին։ Ես շատ լավ եմ ճանաչում մեր Տիգրանին, շատ հրաշալի տղա է, շատ հրաշալի երաժիշտներ է։ Մեր համար այսքան մարդ որ հավաքված ունենք, դա մեծ բան է ասում։ Եվ ու ժամի ցուրտ է, ոչ մեկը չի գնում։ Դա սպասում են, որովհետև իսկապես մեր հայերը արունի մեջ կա ջազի գաղափարը։ Նրանք պարում են, սիրում են։ Ես երևի հիմա կպարեի, որ սպոսայի։ Հիմա կգնանք պարելու։ Եվ իսկապես ռուս հանդիսատեսը շատ լավ ընդունում է։ Ես կպարեմ, ես համաձայն եմ։ Մենք ջազ շատ ենք սիրում, մենք պիտի կարողանանք մեզ ցույց տալ, որ մենք երևի ջազի առաջնորդներից մեկն ենք։ Իսկապես տենց է։ Այո, հայ ազգի մեջ դա տենց է։ Շնորհակալություն։ Այս ֆեստիվալին առաջի անգամ եմ ու շատ տպավորված եմ, իմացա, որ մեր Հայաստանի ջազն են դա գալու Արցախ անունով ու շատ հետաքրքրվեցի, ուզեցի, որ լսեի ու կակնյաս հիմա իրանք են նվագում, շատ տպավորությամբ, շատ սիրուն, գեղեցիկ, տաղանդավոր, շատ ուրախ եմ, որ չեմ փոշմանել, որ եկա։ Գիտենք, որ Արցախ բերնանվագելու, եկել ենք հատուկ տեսնելու, լսելու, շատ հիացած ենք։ Դու ինչ կասես։ Շատ դուր եկա, որտեղ Դու էլ ես հայերեն ենք, չէ՞։ Ահա, մեր հայերեն ենք։ շատ դուր եկել ջազ բերնը Արցախ, շատ սիրուն երաժշտություն։ More than a simple words I try to say, I only live to love you more each day. More than you'll ever know, my arms long to hold you so. My life will be in your keeping, waking, sleeping, laughing, weeping. Longer than always is a long, long time. Замечательные ребята, столько энергии, столько драйва, столько вообще радости. Нам очень нравится. Большое спасибо. Такое классное впечатление. Очень рада, что из Армении к нам приехал такой коллектив. Меня зовут Рафаэль Саркисян.
так как я певец, для меня это очень приятно слушать. Такая вся домашняя атмосфера, все очень приятно, все очень красиво, очень эмоционально, мне понравилось. А ты знаком с оркестром Арцах или впервые слышишь? На самом деле впервые я увидел вот недавно на анкете, что будет концерт, и решил побывать, мне очень понравилось. Мне очень нравится джаз, здесь очень такая яркая атмосфера, очень хорошо, очень нравится. Արցախ ջազ նվագախումն է փայլում, իսկապես այսօր նրանք կարողացան հիացնել ռուս հանդիսատեսին։ Իսկ այսօրվա համար այսքանը սիրելի հեռուստադիտողներ, ինձ մնում է միայն խնդրել, եթե դժվար չէ, բաժանորդագրվեք իմ ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունները, հավանեք, տարածեք տեսանյութերը եւ իհարկե մի մոռացեք զանգակ կոճակի մասին, որպեսզի բաց չթողնեք առաջիկա նոր թողարկումները։ Մնացեք բարով եւ մինչ նոր հանդիպում։ И маэстро Тиграна Лалаяна.